հատ ավելի պարզ են լուր։ Ինչն է խնդիրը։ Մարդկային հասկանալի լեզվով արմատուրայի ներկրման վրա տուրք է դրվում։ Ավելացվում է, այսինքն տուրքը։ 29,000 էր, դառնում է 55,000 նախնական, բայց կարող է փոփոխությունների անցնքում իջնի, բայց շատ չի իջնի մոտավոր։ Ինչպես։ Ներկրման գինը ամրանների արժեքը իջել է եւ տեղական մեր արտադրողները արդյունքում բախվել են խնդիրների, այսինքն ներկրողները բավականին էժան են հիմա ներկրում համեմատած մի քանի ամսվա եւ այդ խնդիրը առաջացել է։ Ոչ արդեն աջակցություն է, այսպես ասած, դա տեղական արտադրողներին։ Այսինքն դրսից որ գալիս էր ավելի էժան էր գալիս։ Հիմա էլ էժան գալիս եւ դեռ էլի էժան գալու է, որովհետեւ եթե դուք լսեցիք 24,000 տոննայի չափով լիցենզիա ստացած կա, որ այս հին տուրքի չափով, այսինքն 29,000 դրամով հետ է բերել։ Այսինքն դա որ սպառվի, արդեն թանկացած պետք է բերի։ Ոչ, նայեք։ 29,000 դրամ է հիմա տուրքը եւ մարդիկ լիցենզիա են ստացել։ Օրենքը հետադարձություն չի կարող ունենա եւ ազդելու է, գործելու է օրենքի ընդունումից հետո ստացած լիցենզիաների վրա։ Այսինքն ովքեր մինչեւ օրենքի ընդունումը լիցենզիա են ստացել 29,000 դրամով, այսինքն էժանով, այսպես ասած, եթե կարճ ասենք, բերելու են։ Բայց գյուղատնտեսության հետ ինչ կապ ունի։ Ոչ մի։ Որտեղ թեման Ոչ մի։ Դե պարոն Ավետիսյանը սիրում է, չէ՞, մի թեմայից արագի մեջ անցնի մյուս թեմա։ Գյուղատնտեսության հետ ոչ մի կապ չունի։ Այսքան Այս դեպքում եթե արդեն հետադարձ ուժ չի ունենալու եւ ասենք չգիտեմ հիմա քան ընկերություն կա որ շարունակելու այդպես մատչելի հա ներկերից դա պետական եկամուտների կոմիտեի մա լիցենզիան տալիս է պետական եկամուտների կոմիտեն, այսինքն վճարում են այնտեղ եւ պարոն Եգանյանը էկոնոմիկայի նախարարությունից նշեց որ 24,000 տոննայի չափով լիցենզիա ստացած կա, այսինքն այդքան դեք թե քանի տնտեսմարով են եւ ամեն մեկը քանի տոննա ունի, դա ես չեմ կարող ասել։ Պարոն Վարդանյան, դուք արդեն առաջադրվել եք։ Ոչ դեռ։ Ինչու է։ Կառաջադրվեմ անպայման։ ԿՊ անդամ եք թե ձեզ երաշխավորագիր է պետք։ Ես ԿՊ հիմնադիր անդամ եմ։ Պարոն 500,000 եք վճարել։ Այո։ 2.5-ից բրծակ։ Ես 15 թվականից եմ բրծել 1.5-ից կրկնում եմ կուսակցության հիմնադիր անդամ։ Այսինքն այն ժամանակներից կար ներողություն այդ։ Ոչ, բայց այն ժամանակներից ապահովագրվել եմ, էլի։ Ռոմանյան, նայեք, մինչ Փաշինյանը առաջարկում է ադրբեջանցիները օգտվեն Մարգարա, Գորիս եւ այդ ճանապարհից որպես այլընտրանքային, ադրբեջանցիները ամեն դեպքում շարունակում են իրենց կոշտ-ռետորաբանությունը եւ падգամավորներից մեկը իր ճեպազրույցում ասում է, որ եթե այսպես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները դանդաղում են, ոչ մի բան չի արվում, մենք ուժով պետք է բացենք այդ ճանապարհը։ Սահուն անցանք ձեր սիրած թեմային, ես չեմ լսել այդ падգամավորի խոսքերը եւ չեմ կարող մեկնաբանել, անկեղծ ասած ես ինչ որ մեկի բանավոր խոսքի վրա չպետք է էլի ենթադրություններ անեմ, գոյություն ունի թուղթ, փաստաթուղթ, ստորագրված, եռակողմ, երկկողմ, եւ ես հիմնվում եմ դրա վրա։ Ալիևը այս եթե չեմ սխալվում 3, այո, մեր խմբակցությունից Արման Եղոյանը դրել էր բան 2011 թվականի Իլհամ Ալիևի հայտարարությունը եւ ելի եմ ասում իր հիմնականում ներքին լսարանին ուղղված հայտարարությունները այդ մարդու մոտ չեն փոխվում, ես իր արտահայտությունների վրա հայտարարությունների վրա չեմ հիմնվում, ես հիմնվում եմ նրա վրա, թե երկու պետությունների ղեկավարները ինչ են ստորագրել։ Դուք միշտ ներքին լսարանին եք ասում, Ադրբեջանը լավ 30 տարի ներքին լսարանի համար ասեց այդ ամեն ինչը, բայց եկավ հասավ փաստորեն Արցախն էլ վերցրեց, ամեն ինչն էլ վերցրեց Հայաստանի տարածքներն օկուպացիոն, բայց էլի ասում եք ներքին լսարանի համար։ Նայեք, ներքին լսարանի համար ինքը կրկնում եմ, մեծամասամբ իր այն թշնամական հռետորաբանությունը, որ գործածում է, դա բոլորս էլ գիտենք, որ իր ներքին լսարանի համար է։ Դա այլ հոգեբանական պատճառներ ունի։ Իմ համար ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի եւ ես տեսնում եմ չբավարարված մարդու միջանցք կոնկրետ։ Ես կարծում եմ Ադրբեջանը առանց անխոչնդոտ միջանցք։ Չէ, ինակ ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից կան մեր
այդ պետությունները եւ դա չստացավ, ելի եմ ասում, իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ բավարարված չէ։ Ում նկատում եք դաշնակից Թուրքիայի։ Դե հիմա ումուրում ներկայությունը ճանապարհային երրորդ երկիր չի։ նախ խնդրում եմ եկեք դետալների մեջ չխորանանք, որտեղ 5 սկզբունքները պահվելու է։ Այդ 5 սկզբունքների պահվելը հենց Ալիևի կամ ադրբեջանական կողմի սրտով չի եղել։ Ես կարծում եմ եւ որովհետեւ եթե ամեն ինչ իրանց սրտով լիներ, ամեն ինչ իրանց ուզածով լիներ, խի պետք է իրանք իրավիճակը սրեին օրինակ։ Հայտարարություններով, բայց ելի եմ ասում, այս թեման փակում ենք, հարգելի գործընկերներ, մենք շարժվում ենք ոչ թե հայտարարություններով, այլ ստորագրված թղթերով։ Բայց դուք գիտեք հիմա այդ ճանապարհի հետ կապված որևէ աշխատանք տարվում է, որտեղ Թրամփը քննարկումներ կան, եթե զուտ ադրբեջանցիները դժգոհում են, որ ոչ մի բան չի արվում, այսինքն դա է, որ ինչ վերաբերում նախ կա հայ-ամերիկյան կոնկրետ քննարկումներ, եթե դուք նկատի ունեք, որ կոնկրետ գործողություններ շինարարության մասով, ապա ոչ, այս բան չի արվում, որտեղ դե բնականաբար դա պետք է նախագիծ արվի, շինթույլտվություն ստանա եւ այլն, այդտենց չեն կարող։ Ռուսաստանը չի խանգարում այս գործընթացին։ Ոչ։ Չէ՞ որ մեր երկաթգծերը ամեն ինչը Ռուսաստանի հետ է պայմանավորվել։ Չէ։ Այս չի։ Գործողը, այո, նոր ստեղծվելիքը ոչ։ Պարոն Վահրամանյան, նոր դուք ասացիք, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը, այսինքն դուք խոստովանում եք, որ սրում է իրավիճակը, դա խաղաղություն գնահատում։ Ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, որ Ալիևն ա արել, նույն Սևանա լճի հետ կապված աննմորացած ճիշտ ասած ինքը ոնց էր անվանել, դա ես կարծում եմ, եթե սրել չէ, ապա նվազագույնը խաղաղության վնասում է։ Հետքայլ է օգոստոսից։ Չէ, օգոստոսի 8-ից հետքայլ չեն անում բանավոր խոսակցություններով։ Ստորագրված փաստաթղթից հետքայլ չեն անում խոսքերով։ Կամ պաշտոնապես դուրս են գալիս, կամ դուրս չեն գալիս։ Բայց ես կարծում եմ, որ ինչպես էլի մեր խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբենյանն ասել, պետք չէ հետ գնալ պատմության մեջ, որտեղ պատմության մեջ եթե հետ գնանք, պարզվելու է իրականում Ադրբեջան չկա, բայց Հայաստան կա, իսկ դա ոչ միտեղ չտանող խոսակցություն է, վարչապետ Փաշինյանն էլ երեք այդ մասին խոսած, իմաստ չկա, ես այս մասին ես իմաստ չեմ տեսնում։ Լսեք, ես չեմ կարող ասել ինչ է հնարավոր, ինչ չի հնարավոր։ Ես ասում եմ մեր դիրքորոշումը, մեր իշխանության, մեր պետության, մենք գնում ենք խաղաղության օգոստոսի 8-ի համաձայնությունների հիման վրա։ Այսքան։ Օրերին ակտիվ գնում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, դուք որպես Լսեք, հիմա ես պատրաստ չեմ, եթե անձամբ ինձ եք ասում, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, այնպես չի որ այսինքն մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ կան, որ ապրել են հայերի հետ սովետական միության տարիներին, խորհրդային միության տարիներին, բայց ես ուզում եմ էլի եմ ասում, համաձայնեցված փաստաթղթում ստորագրված խաղաղության համաձայնագրում նախաստորագրված եւ ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա։ Վերադառնան, չգիտեմ, կարա 50 տարի հետո գան տուրիստական, այսինքն երբ որ արդեն դե կարող է ինքնաթիռով գան, հիմա ես չգիտեմ, կարող է գան բանը Գառնի Գեղարդը տեսնան, վերադառնան իրենց եկել, որպես տուրիստ, կարող է հայերը նաև գնան, բայց դա վերադարձ որպես այդպեսին չի կարող դիտարկվել։ Այսինքն դուք մտածում եք, որ Ալիևը հիմա խոսում է, որ 50 տարի հետո Ես չեմ մեկնաբանելու Ալիևին, ես պետքա մեկնաբանեմ Ալիևի խոսքերը, որոնք էլի եմ ասում, դուք տեսել եք միջազգային հարթակներում իր խոսույթը եւ երբ որ ինքը ասենք ինքը Ադրբեջանում կամ չգիտեմ իր տեղական լրագրող պրոպագանդիստական այդ հասակը Ուղղակի ամբիոնից էլի Զանգեզուրի միջանցք է։ Լսեք, միջանցքի հետ կապված մենք արդեն մեկնաբանել ենք, բայց օրինակ ՄԱԿ-ի ամբիոնից ինքը ասել է, որ պետքա մենք վերադառնանք, չգիտեմ, Սևանա լիճի այլ բանա Զանգեզուրի միջանցք ասում են, նախ մենք արդեն ասեցինք, որ Զանգեզուրը Շոյգուն էլ է ասում Զանգեզուրի միջանցքներ։ Դե Շոյգուն Երևի էլի եմ ասում, ինչպես որ Ալիևը նկատի ունի իրանց տարածքով դա մեզ չի վերաբերվում, հասկանում եք։ Այդ իրանց ասած միջանցքը, նախ միջանցք բառի հետ էլի եմ ասում, բազմաթիվ անգամ սա մեկնաբանվել է, մի անգամ էլ մեկնաբանեմ։ Մեր պաշտոնական փաստաթղթերում Հյուսիս հարավը կոչվում է Հյուսիս հարավ ճանապարհային միջանցք։
Մեր ընկալումների մեջ, քանի որ մենք ունեցել ենք Լաչինի միջանցք, որը արտատարածքային միջանցք է ենթադրում, մեր համար դա ծանր է այդ խոսույթը, բայց միջազգային խոսույթի մեջ ինքը միջանցք բառը դա արտատարածք, օրինակ Լարսի այդ անցակետն էլա մեր համար միջանցք, օրինակ, չգիտեմ, Վրաստանով դեպի Ռուսաստան, բայց ինքը ոչ մի բան Վրաստանի ամբողջությամբ իրավազորության ներքո է, չէ՞։ Հիմա դուք երբ ասում եք, որ ըստ էության Ադրբեջանը Բայց ոնց որ ամրանի Թուրքի բանից հեսա սահուն անցանք Ադրբեջանը դժգոհ է անգամ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունից եւ ինչ որ հիմա դուք լուծումը ո՞նց եք գտնում նոր ինչ որ պայմանավորվածություն Ոչ մի պայմանավորվածություն նոր չի լինելու, մենք շարժվում ենք նախաստորագրված, իսկ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նախաստորագրվում է այն դեպքում, երբ որ այլևս ոչ մի դրույթ չի կարող փոխվել։ Ինչու է նախաստորագրվել, եթե չի Դե դա հիմա այլ քննարկումների հարց է, չգիտեմ, այնտեղ ադրբեջանական կողմը սահմանադրության հարց է առաջ տալիս, այլ խնդիրներ է առաջացնում, չգիտեմ ամեն դեպքում ես բանակցություններում կոնկրետ չկամ, բայց ելի եմ ասում Զանգեզուրի միջանցք խոսույթը, նաև գիտեք, մենք օրինակ ինչ է կարծում, երբ որ ամեն անգամ մենք ասում ենք, որ դա մեզ դուր չի գալիս։ Մենք ամեն անգամ ասում ենք, որ օգոստոսի 8-ում չկա միջանցք բառ եւ առհասարակ միջանցք երևույթ, երբ որ ամեն անգամ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու ոչ մի միջանցքի հարց արտատարածքային։ Մենակ պարզ է, չէ՞, այդ դեպքում իրանք խեն այդ բառը նորից օգտագործում։ Իմ բացատրությունը շատ կոնկրետ է, դիմացինին գրգռելու կամ ասենք լարվածություն ստեղծելու համար։ Ես այլ բան չեմ կարող ունենալ, որտեվ դու որպես երկրի ղեկավար գնում ստորագրում ես մի այլ թղթի տակ եւ մի այլ բան ես խոսում, դա լուրջ չի, էլի։